Ժողովուրդ ջան, Աստված նորից անգամ ողորմած գտնվեց իմ հանդեպ։ Այսօր ես իրավունք ունեմ ձեզ իր խոսքից ձեր հետ կիսվելու։ Ուրեմն ողջունում եմ բոլորիդ Հիսուս Քրիստոսի անունով։ Ուրախ եմ բոլորիդ տեսնելու։ Ու մինչև մի խոսք ասել է, եկեք աղոթքով հանձնենք մեր ծառայությունը Աստծուն։ Տեր իմ Հիսուս Քրիստոս, ոտքերի տակ եմ ընկնում Տեր, աղաչում եմ քեզ Տեր, գոհանում ամեն վարքյանի համար Տեր, գոհանում այս պահի համար, այս վայրի համար, այս ժողովրդիդ համար Տեր, խնդրում եմ Տեր իմ, երկիր ու երկինք ստեղծող Աստված, այսօր հպվես յուրաքանչյուրիս, այսօր խոսես յուրաքանչյուրիս սրտի հետ Տեր, խնդրում ու աղաչում եմ Տեր, եւ հրճակում իմ բոլոր այն քույր եղբայրների համար, որոնք հիվանդության պատճառով չեն կարողանում գալ, Տեր հպվես եւ բժշկես, քո գերբնական ձեռքով, կբնես եւ զգան եւ բժշկությունը քեզանից է Տեր, ամեն ինչը քեզանից է, խաղաղությունն ու արդարությունը միայն դու ես եւ քեզանից է, Տեր խնդրում եմ, այսօր յուրաքանչյուրիս հետ յուրովի խոսես, փոխես մեր սիրտը Տեր, այնինչ քեզանից չէ Տեր, վերացնես մեր սրտերից Տեր, եւ այնինչ քոնն է, այսօր սերմանես, այսօր այնքան սերմ գցես Տեր, որ մենք մեր խոսքում, մեր գործում կարողանանք փառավորել միայն քո սուրբ անունը, փառավորվի Հայրը Որդին եւ Սուրբ Հոգին, ամեն, ամեն, ժողովուրդ ջան, ուրեմն այսօր ձեր հետ ուզում եմ կիսվեմ հայտնության գրքից, ուրեմն պետք է խոսամ հայտնության գրքի երկրորդ եւ երրորդ գլուխներում տեղադրված հայտնությունը Հիսուս Քրիստոսի մեր զորավոր Հովհաննես առաքյալի միջոցով 7 եկեղեցիներին ուղված պատգամը։ Ուրեմն եթե չասեմ ամենախորհրդավոր գիրքն է, ամենախորհրդավոր գրքերից մեկն է, որտեղ օգտագործվում են կենթանիներ, գույներ, թվեր, առարկաներ, այսինքն այնքան խորհուրդներ կա, որ գիրքը ավելի լավ հասկանալու եւ այդ հայտնության մեջ խորանալու, հասկանալու համար մեզ այս խորհուրդներն է պետք հասկանալ։ Իսկ ինչ է հայտնություն, հենց հայտնություն, եթե թարգմանում ենք հունարեն, ապոկալիպսիս բառն է։ Ապոկալիպսիս նշանակում է բացահայտել Աստծո գաղտնիքները։ Ներկայիս եւ ապագայիս հետ կապված, որը Հովհաննես առաքյալի միջոցով տրվում է մեզ։ Ասեմ, սա ես բնականաբար օրհնում եմ, բայց Հիսուս Քրիստոս այսօր ձեզ բոլորիդ օրհնել է, որովհետեւ կատարվում է իր գրվածը։ Ով կարդում է եւ լսում ու պահում է Աստծո այս հայտնությունը, օրհնված է։ Հենց որ ժողովուրդ ջան, բոլորս այսօր օրհնված ենք։ Կներեք, ուրեմն ինչպես ասացի, ամենաբարդ խորհրդավոր գրքերից մեկն է եւ ստե ակամա հիշում ես Հիսուսի ասած խոսքերը Մատթեոսի ավետարանի 13-րդ գլխի 11-րդ խոսքում, որ ասում է ձեզ տրված է երկնքի արքայության խորհուրդները գիտենալ, բայց նրանց տրված չի։ Այսօր մեզ տրված է այս խորհուրդները իմանալ եւ կփորձենք միասին հասկանալ մի քանիսը։ Ինչ նկատի ունեմ, օրինակ 7 թիվը 50-ից անգամ ավել կրկնվում է։ Հասկանանք 7 թիվի իմաստը, խորհուրդը, որ ապագայում երբ որ անցնենք կարդալուն, հասկանանք 7 թիվը ինչ է։ 7 ընդհանրապես Աստվածաշնչում իր մտածողության մեջ կատարելության եւ ամբողջության նշանակությունն է։ Այստեղ մենք հեսա հետագայում կտեսնենք 7 աշտանակներ, 7 հոգիներ, 7 աչքեր, 7 աստղեր, մի խոսքով 7-ը կապված։ Եկեք չհասկանանք սա ուղղակի 7 աչքեր կամ 7 հոգիներ։ 7 հոգի, որ ասում է, Աստված Հիսուս նկատի ունի կատարյալ իր ամբողջ զորությամբ, իր ամբողջ աստվածությամբ։ Այսպես հասկանանք այս 7-ը ոչ թե որ ասում է 7 աչքեր, չհասկանանք ֆիզիկապես 7 աչքեր։ Այլ այն աչքերը, որ կատարյալ տեսնում են ամբողջը, որ չի կարող խուսափել այդ աչքի տեսողությունից։ Ես ավանդույթը չխախտելու համար
նամակների այս կառուցվածքը բաժանել եմ 7 բաղադրիչ մասի։ Ուրեմն ինչպես է կառուցված նամակների կառուցվածքը, ուրեմն նամակներում ամեն նամակում Հիսուս Քրիստոս ներկայանում է յուրովի։ Ամեն եկեղեցուն համապատասխան, բնորոշ, պահանջին համապատասխան, ինչ պահանջ ունի այդ եկեղեցին, Հիսուս Քրիստոս ներկայանում է համապատասխան ձևով։ Առաջինը ներկայանալու ձևն է, երկրորդը գովաբանությունն է։ Այս գովաբանության հետ ակամա հիշեցի մի պատմություն, ուզում եմ մեզ բոլորիս ամենաշատը երիտասարդներին տամ ես, իմացեք երեխաների դաստիարակության հետ կապված է։ Ուրեմն այսպես մի հետազոտություն անցկացվել, ինչու է Նոբելյան մրցանակակիրների քանակը շատ ավելի շատ հրեա ազգի ներկայացուցիչ, քան մնացած բոլորին։ Չնայած որ հրեա ազգը շատ փոքր է իր քանակությամբ։ Ուրեմն այստեղ հետազոտություն են արել, դատելը տալիս եմ ձեզ, թե ինչքանով է ճիշտ, ինչքանով չէ, բայց մարդիկ հետազոտել են, ինչու է, ինչի հետևանքով է, որ հրեաները այսքան խելացի են, այսինքն արդյունքների են հասնում։ Ուրեմն տարբերությունը սա է, ժողովուրդ ջան։ Օրինակը բերեմ իմ վրա, ես ոնց եմ արել, ոնց կանեի ու հրեաները ոնց են անում։ Ուրեմն եթե իմ երեխաները ստանում էին 5 հատ 5, մեր ժամանակ 5-ն էր ամենալավ գնահատականը, եւ մի հատ 3, ես թողում էի այդ սաղ 5-երը ու գբռնայի այդ 3-ի պոչը, այդ տղա ամոթ չես անում, չի կարելի, չէ։ Այսինքն բացասական երեխուն խորհուրդ ես տալիս բացասական, ազդում ես, ջղայնանում ես, թե երեխան այդքան բան ասած է, իսկ հրեաների մոտ հակառակն է։ Եթե ստանում են 5 հատ 2, մի հատ 5, հրեաները գովում են իրաց երեխան, բարձրացնում են։ Այս համակարգը կուզենամ բոլորս վերցնենք եւ մեր երեխաներին այսպես դաստիարակենք։ Ուրեմն երկրորդը գովաբանությունն է, բայց կուզեմ որ հետագան էլ վերցնենք, մենակ գովելը չվերցնենք։ Ուրեմն գովաբանելուց հետո Հիսուս հանդիմանում է եկեղեցուն, եթե հանդիմանելու կարիք կա։ Չորրորդը միայն հանդիմանելով չի, սենց ջղայնանալով չի, ասելով չի, այլ ցույց է տալիս նաև ճանապարհ։ Ոնց այդ մեղքից, այդ սխալ արարքից, այդ սխալ իրավիճակից դուրս գալ, բնականաբար ապաշխարության ճանապարհը։ 5-րդ տեղը զգուշացում, եթե չապաշխարես, ինչա քեզ սպասվում, շատ պարզ, շատ հասկանալի, զգուշացնում է, եղբայր, քեզ սա է սպասվում։ 6-րդ տեղը ով ականջ ունի թող լսի, այսինքն ով ականջ ունի թող լսի, այս հասկացողությունը նշանակում է, որ սա շատ կարևոր է։ Ուշադիր լսեք սրան։ Ականջները ինչքան ականջ ունեք, բացեք ու լսեք, սա շատ կարևոր է։ Սա նկատի ունի, ասելով ով ականջ ունի թող լսի, եւ 7-րդ տեղում խոստում է տալիս։ Խոստում։ Այս հաջորդականությունը առաջի 3 եկեղեցիների դեպքում էսպես է, հաջորդ 4-ի դեպքում ուղղակի սկզբից խոստում, հետո ով ականջ ունի թող լսի, մեծ հաշվով շատ բան այստեղ չի փոխվում, զուտ հերթականություններ։ Ուրեմն ժողովուրդ ջան, այս ցուցակի մեջ առաջինը նախ առաջինը եթե կուզեք մի հատ 7 եկեղեցի, Եփեսոս, Զմյուրնա, Պերգամոն, Թեատրա, Սարդես, Ֆիլադելֆիա, Լավոդիկե։ Այս սրանք են 7 եկեղեցիները։ Ուրեմն ժողովուրդ ջան, նորից անգամ գանք այս 7-ի վրա, ինչը կարծում այդ ժամանակաշրջանում, առաջի դարում, ընդամենը այս 7 եկեղեցին է։ Եվ Հիսուս Քրիստոսը ուղղակի այս 7 եկեղեցուն, հա, խնդիր առաջարկ ուղղվելու խնդիր ուներ։ Ինչպես ասացինք, 7-ը կատարելության եւ ամբողջության թիվ։ Սա վերաբերում է բոլոր եկեղեցիներին, այն ժամանակվա եւ մինչեւ մեր օրերում։ Մենք հասկանանք այնպես, որ այս խոսքերը, որ հիմա պիտի կարդանք Աստվածաշնչից, դա վերաբերվում է յուրաքանչյուրիս։ Ուրեմն ինչպես ասացի, շատ խորհրդավոր գիրք է, Հիսուս մեզ հենց նախաբանում տալիս է առաջին այդ գաղտնիքների բացահայտումը կապված նրա հետ, որ Հովհաննես առաքյալը դիմելով այս եկեղեցիներին պատմում է ինչպես է ինքը այս տեսիլքը տեսել Կիրակի օրեր իմիջայլոց այս Կիրակի օրն էլ հա ասում է
հետևիցս լսեցի մի բարձր ձայնի փող, շրջվեցի տենամ, մարդու որդու նման, իսկ մենք գիտենք մարդու որդուն ում են դիմել, կանգնած 7 ճրակակալների մեջտեղը 7 աստղերը ձեռքի։ Ժողովուրդ, եկեք պարզ լինենք, եթե Հիսուսը սրա չբացահայտեր, մենք երևի մինչև այսօր էլ չհասկանանք 7 ճրակակալը ինչա, 7 աստղերը մարդու որդու ձեռքում ինչա նշանակում։ Փառք Աստծո, Տերը սրա բացատրությունը տալիս է, ուրեմն 7 ճրակակալները, դրանք 7 եկեղեցիներն են, իսկ 7 աստղերը դրանք եկեղեցու հրեշտակները։ Իսկ ովքեր են հրեշտակները, եկեղեցու առաջնորդները, եպիսկոպոսները, հովիվները, մեր եկեղեցու առաջնորդները Հիսուս Քրիստոս անվանում է հրեշտակներ։ Ու փառք Աստծո դրա համար։ Ուրեմն առաջինը այս ցանկի մեջ Եփեսոսի եկեղեցին է։ Եփեսոս եկեղեցին մենք բոլորս գիտենք, որ հիմնադրել է Պողոս Առաքյալը։ Սա մենք սրանից տեղեկանում ենք նաև Գործք Առաքելոցից, որ իր միսիոներական ճանապարհորդությունների ընթացքում 3 տարի բնակվելով Եփեսոսում հիմնադրեց Եփեսոսի եկեղեցին։ Եփեսոսի եկեղեցին, ինչպես նաև բոլոր եկեղեցիները գտնվում են այսօրվա Թուրքիայի տարածքում։ Ու Եփեսոսի մասին կուզեմ մի երկու կարևոր բաներ ասեմ, որ հասկանանք Եփեսոսի քրիստոնեական վաղ շրջանի կենտրոն լինելու հանգամանքը, որովհետև 431 թվականին երրորդ տիեզերական ժողովը անցկացվել է Եփեսոսում եւ այստեղ է որոշվել Հիսուս Քրիստոսի մարդկային էության, կատարյալ մարդ լինելը եւ կատարյալ Աստված լինելը։ Այստեղ է առաջին անգամ որոշվել, որ Հիսուս Քրիստոսի մայրամը պետք է կոչվի Աստվածածին։ Այսինքն հասկացանք Եփեսոսի եկեղեցի լինելը ինչ կարևոր դեր է ունեցել քրիստոնեության վաղ շրջանում։ Մենք նաև գիտենք, որ Պողոս Առաքյալը ունի նաև նամակ Եփեսոսին, որը լրիվ համահունչ է հայտնության գրքի այս հորդորներին, գովասանքին, որտեղ այնտեղ էլ գովելու մասին կա, սիրո մասին է խոսում եւ սխալ ուսմունքների մասին, որ ներխուժել էր Եփեսոսի եկեղեցին։ Ուրեմն կարդանք հենց անցնենք առաջին խոսքին, որը Եփեսոսի եկեղեցուն է ուղղված։ Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրիր։ Այսպես է ասում նա, որ 7 աստղեր ունի իր աջ ձեռքում եւ շրջում է 7 ոսկե աշտանակների միջև։ Այստեղ որ մի պահ սենց թռուցիկ կարդակ կհասկանաք, թե հասկացանք եկեղեցու հրեշտակը եկեղեցու առաջնորդներն են, դե Հովհաննես Առաքյալն էլ դիմում է եկեղեցու հրեշտակին, էլ ուրեմն առաջնորդներին է դիմում։ Ժողովուրդ ջան, եթե սենց մտածենք, շատ կոպիտ սխալ ենք թույլ տալիս։ Ասեմ ձեզի, բոլորից շատ քաջ հայտնի է, չէ՞ ինչ է եկեղեցին։ Գիտենք, չէ՞ եկեղեցին ինչ է։ Եկեղեցին մենակ առաջնորդը չի։ Եկեղեցին մենք բոլորս ենք։ Դիմելով եկեղեցու հրեշտակին, դիմում է մեզ բոլորիս։ Յուրաքանչյուրին այստեղ նստածներից։ Ու հասկացանք, որ Հիսուս ասում է, Հովհաննես Առաքյալն ասում է մարդու որդուն տեսա աշտանակների միջև, այստեղ ամբողջությամբ երևում է Հիսուս Քրիստոսի Տեր ու տիրակալը եկեղեցու, որովհետև աշտանակների մեջտեղում կանգնած Հիսուսն է այստեղ մեջտեղում կանգնած, կամ ավելի ճիշտ կլինի ասել պիտի լինի կանգնած, յուրաքանչյուր եկեղեցու մեջտեղում։ Իսկ աստղերն էլ հասկացանք, որ եկեղեցու առաջնորդներն են Հիսուսի ձեռքում են, Հիսուսի տիրապետության տակ են, որովհետև ում շատ տրված է, նրանցից շատ էլ պահանջվելու է։ Ժողովուրդ, մի նուրբ պահել կա, ուզում եմ անդրադառնամ դրան։ Հասկացանք, եկեղեցին մենք ենք։ Ու շատերս երևի ես անձամբ սահմանափակվել եմ սրանով, օքեյ, հասկացանք, եկեղեցին հավատացյալ ժողովրդի ժողովն է, հավաքն է։ Բայց այստեղ մի շատ կարևոր բան կա, որ ուզում եմ ասեմ, բացի դրանից, եկեղեցին նաև Հիսուս Քրիստոսի մարմինն է։ Ու այս պահը, եթե ասում ենք եկեղեցի,
հավատացյալ ժողովրդի հավաքույթ, այստեղ պիտի մի անգամից հասկանանք Հիսուս Քրիստոսի մարմին։ Իսկ զգում ենք մենք Հիսուս Քրիստոսին։ Ունենք ներկայությունը Հիսուս Քրիստոսի, թե եկեղեցում, թե եկեղեցուց դուրս։ Սա մի ուրիշ անգամվա խոսալու թեմա է։ Ուրեմն Եփեսոսի եկեղեցուն սկսում է գովաբանել։ Գիտեմ քո գործերը, քո աշխատանքները, քո համբերությունը, եւ որ չես կարող տանել չարերին, փորձեցիր նրանց, որ իրենց մասին ասում են թե առաքյալներ են, բայց չեն եւ գտար որ նրանք սուտ են խոսում։ Ժողովուրդ, եթե ուրիշ բան չշարունակենք, միայն այսքան խոսքը հերիք է որ ասես, այս եկեղեցին արդեն ոտերը ամպի մեջ է, արդեն կատարյալ եկեղեցի է, որովհետեւ ունի ճիշտ վարդապետություն, կարողանում է տարբերել սուտը, որ իրանց առաքյալներ ու մարգարեներ են հրճակում, կարողանում է բերի Հիսուս Քրիստոսի վարդապետության եւ ասի, եղբայր, սուտ ես խոսել։ Ճիշտ չի դա, եւ չթողնել։ Եվ համբերեցիր ու վշտացար իմ անվան համար եւ տանջվեցիր։ Այսինքն ձեր եկեղեցին անցել է այդ հալածանքի, տանջանքի, չարչարանքի միջով եւ մնացել է հավատարիմ։ Այսքան շատ գեղեցիկ խոսքերից հետո գալիս է հանդիմանությունը արդար եւ տեղին։ Բայց մի բան ունեմ քո դեմ, որ քո առաջին սերը թողեցիր։ Ես որ ես տողերը կարդում էի, ես իմ վրա կասեմ, անձամբ ես զգացել եմ դա, թե ոնց էր առաջ, այն առաջի անգամ որ Հիսուս կպնում է սրտիդ, ինչ սեր ու ինչ բխում է մեջիցդ, չէ՞։ Դա ինձ թվում է հայերեն ասած ծուր նստենք ուղի խոսանք։ Երբ որ մտնում ես ծառայության մեջ, արդեն բարձրանում ես, հասել ես միտեղ, այն սերը վերածվում արդեն կամաց աշխատանքի։ Արդեն պետքի համար է։ Պետքա սա անես, պետքա նա անես, ու այստեղ հետն անցնում հոգին, սերը, որը պիտի ամենաառաջինը լինի, այն ինչ որ անում ես պիտի սիրով դեպի Աստծո հանդեպ անենք։ Աստված մեզ այնքան շատ sense խորը խոսք ասում, հաջորդ խոսքում կկարդամ, որ պիտի վերադառնաս այնտեղ հիշես որտեղից ընկար։ Տեսեք ինչքան մեզ ճանապարհ է տալի Հիսուս, որ եթե կորցրել ես սերդ, վերադարձիր ու հիշիր որտեղից ընկար եւ այդ տեղից ապաշխարիր։ Բայց մի բան ունես, որ ատում ես Նիկողայոսականների գործերը, որին ես էլ եմ ատում։ Այսինքն այստեղ նորից գովաբանություն, Նիկողայոսականները ժողովուրդ ջան, այստեղ մենք հանդիպելու ենք տարբեր եկեղեցիներում, ընդհանուր առմամբ բոլորն էլ նույն սխալ ուսմունքն էին մտցնում։ Նիկողայոսականները սրանք Նիկողայոս սարկավագի հետևորդներն էին, որոնք եկեղեցի էին մտցնում այն հեթանոսական, հունական իրանց հավատքը ուզում էին բերեին, սենց սերտեին, համմտցնեին Հիսուս Քրիստոսի վարդապետության մեջ։ Այսինքն կուրքերին զոհված միս ուտելը կարելի էր իրանց համար, մարմնավոր մեղքերը, քանի որ հոգին է փրկվում, մարմնավոր մեղքերը օրհնկությունը հանդուրժելի էր իրանց համար, այսինքն սենց մատ խառը խուճուճ պատմություն էին ուզում բերեին, մտցնեին վարդապետության մեջ, որը Հիսուս Քրիստոսն ասեց, իմ համար ատելի է եւ լավա որ քո համար էլ է ատելի։ Ով ականջ ունի թող լսի, թե ինչ ասում հոգին եկեղեցիներին։ Հաղթողին կտամ կյանքի ծառից ուտելու, որ Աստծո դրախտում է։ Փառք Տերես։ Ինչ խոստում։ Մենք գիտենք, չէ՞, այս ծառը որտեղ է։ Շատ լավ հիշում ենք ծննդոցի պատմությունը, չէ՞։ Աստված որտեղից վրընդեց, հրեշտակներին էլ դրեց, հանկարծ հետ չգան այդ ծառից ուտեն։ Հիսուս ինքն ասում, այդ հավիտենական կյանքից, այդ ծառից կատարեք, ապաշխարեք, մինչև վերջ հավատարի մնաք այդ ծառի պտուղից ուտելու եք եւ ժառանգելու եք հավիտենական կյանքը։ Այսպես մի փոքր
իմի բերենք։ Ուրեմն Հիսուս ներկա է մեր եկեղեցում, մեր անձնական կյանքերում։ Անպայման մեր գործերը պիտի զուգակցվեն սիրո հետ։ Եթե կորցրել ենք այդ առաջին սերը, ճանապարհը գիտենք, ապաշխարենք։ Ժողովուրդ ջան, իմ վրա ամենաշատ ազդեցությունը, որ թողել է այս պատգամը, Զմյուրնայի եկեղեցու։ Որ ասում են, նայեն ուղիղ աչքերիդ մեջ ու ասեն, մինչև մեռնելը պիտի գնաս։ Շատ սենց ուղիղ խոսք է։ Զմյուրնան այսօրվա Թուրքիայում ասացի Իզմիր քաղաքն է։ Իզմիրն էլ շատ ամենահալածված, եթե կարդում ենք բոլոր եկեղեցիների մեջից, ամենահալածված ու ամենատանջված եկեղեցին է։ Բայց տեսեք, ընդամենը 4 հատ բառով է Հիսուս ներկայանում, ամեն ինչ ասված է, ավելացնելու բան չկա։ Զմյուրնայի եկեղեցու հրեշտակին գրիր։ Սա է ասում առաջինն ու վերջինը, որ մեռավ եւ կենդանացավ։ Մի եկեղեցի, որ հալածվում էին այն ժամանակ Զմյուրնայում հավատացյալների տները, ունեցվածքը, բացի իրանց կյանքը խլելուց, գողանում էին ամեն ինչ։ Շատ արդեն աղքատ, շատ տանջված, հալածված Հիսուս Քրիստոսի հավատքի համար տանջված։ Առաջինն ու վերջինը դիմում է Զմյուրնայի եկեղեցուն, որ ինձանից է սկսվել, ինձանից է, սկիզբն ու վերջը ես եմ, ուղղությունը պահեք ինձ, ես եմ արարչությունը, ես եմ ստեղծողը, ինձ հավատարիմ մնացեք, և մեռավ և կենդանացավ, ուղիղ տանում է դեպի խաչը, ես էլ մեռա, ձերպես մեռա, բայց այսօր կենդանի եմ, հավատարիմ մնացեք, գիտեմ քո գործերը, նեղությունը և աղքատությունը, բայց դու հարուստ ես։ Ժողովուրդ ջան, եկեք ստեղ մի պահ հասկանանք, Աստծո համար ու մեր համար հարուստ լինելը շատ տարբեր բաներ են, շատ տարբեր հասկացողություն է։ Մեր հասկանալով հարուստը Աստծո հարուստը չի։ Բացարձակապես աղքատ վիճակում էի։ Բայց եթե Հիսուս Քրիստոսն ասում է հարուստ ես, ուրեմն հարուստ է հոգով ու ճշմարտությամբ։ Եվ նրանց հայրությունը, որոնք ասում են իրանք հրեաներ են, բայց չեն, այլ սատանայի ժողովարան են։ Սատանայի ժողովարան, եկեք այս բառի վրա շատ չֆիքսվենք, այստեղ նկատի ունի նա, որ այն ժողովուրդը, որ ասում է Աստծո ժողովուրդ եմ, հալածում էին քրիստոնյաներին։ Զուտ այս իմաստով մենք տեսնելու ենք նաև սատանայի աթոռը, սատանայի նստավայրը, որը որ մեզ հայտնվում է։ Մյուս խոսքում, 2-րդ խոսքում, մի վախեցիր այն բաներից, որ պիտի կրես։ Ահա սատանան փորձելու համար բանտ է նետելու ձեզանից մի քանիսին, և դուք նեղություն կունենաք 10 օր, եղիր հավատարիմ մինչև մահ, և քեզ կյանքի պսակը կտա։ Ժողովուրդ, Ֆիլադելֆիայի եկեղեցին ասում անենց դուռ եմ դրել դեմդ բացել եմ, ոչ մեկ չի կարա փակի, փակողնել եմ ես, բացողնել եմ ես։ Զմյուրնայի եկեղեցին ասում է, ուրեմն սա քո ճանապարհն է, ուրեմն մինչև մահ գնա։ Հավատարիմ մնա, այն կյանքի պսակը բոլորս էլ մեր վաղձալի նպատակն է, բոլորս էլ ձգտում ենք այդ կյանքի պսակին, այդ հավիտենականությանը։ Ով ականջ ունի լսելու թող լսի, թե ինչ է ասում հոգին եկեղեցիներին։ Ով հաղթի, երկրորդ մահը նրան չի վնասի։ Այսինքն, այստեղ նորից անգամ հիշում ենք Հիսուս Քրիստոսի խոսքը, չէ, որ ասում էր, ով աշխատի փրկի իր կյանքը կզոհվի, ով իր կյանքը տա իմ համար, կգտնի իր կյանքը։ Սա է։ Գնացեք իմ համար, իմ անվան համար, հավատարիմ մինչև վերջ, զոհվեք և կգտնեք կյանքը։ Եվ հավիտենականությունը երկրորդ մահը
բոլորս էլ հասկանում ենք, չէ, որ հոգևոր մահի մասին է խոսքը, ֆիզիկականը մահացանք, կանգնեցինք դատաստանի առաջ, հետև որոշվեց հավիտենական մահ թե հավիտենական դրախտ։ Եվ Հիսուս ուղղակի ասում է. երկրորդ մահը ձեզ չի վնասի, եթե այս ամբողջի մեջ հավատարիմ մնաք ու մինչև վերջ քայլեք։ Կներեք։ Ուրեմն հաջորդը Պերգամոնի եկեղեցին միաժամանակ գովասանքի, նախատինքի, հորդորների շատ խառը խառնուրդ է։ Պերգամոնի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում նա, ով ունի երկսայրի սուր։ Լավ, հասկանանք երկսայրի սուր ինչ է։ Ես կկարդամ Եբրայեցիների 4:12-ը։ Կենթանի է Աստծու խոսքն ու ազդեցիկ եւ ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է։ Այն թափանցում է մինչև շնչի եւ հոգու, հոդերի եւ հողնածուծի բաժանումը, քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները։ Այդքան խորը ու շատ հզոր բան է, չէ՞, վերցնել այնց երկսայրի սուրը, չէ՞, որ մարդկության վրա ազդեցություն ունելու համար։ Ուրեմն սկսում է գովաբանել, ուրեմն գովաբանելու բան կա։ Գիտեմ քո գործերը եւ որտեղ ես բնակվում, այնտեղ որտեղ սատանայի աթոռն է, բայց ամուր պահեցիր իմ անունը եւ չհրաժարվեցիր իմ հավատքից։ Նույնիսկ այն օրերում, երբ իմ վկան Անտիպասը սպանվեց ձեր մոտ, որտեղ սատանան է բնակվում։ Ուրեմն հասկանալու համար Պերգամոնը այն ժամանակ հեթանոսական շատ մեծ կենտրոն էր, որտեղ նաև Զևսի մեծ տաճարն էր, հռոմեական կայսրերի պաշտամունքի կենտրոն էր եւ զուտ հակաքրիստոնեական ուսմունքներով դրա համար սատանայի աթոռը հենց դա է կոչվում, որ ուղղակի հակաքրիստոնեական կյանքով ապրող հեթանոսներ։ Ու հավատարիմ մնացեն դեպքում, որ իրենց Անտիպասը հավանաբար իրենց եկեղեցու առաջնորդներից սպանվեց իրենց մեջ, նահատակվեց, բայց հավատարիմ մնացին։ Բայց այստեղ հանդիմանություն էլ կա, բայց քեզ մոտ մի քանի բաներ կան, որոնց դեմ եմ ես, որովհետև այնտեղ կան մարդիկ, որոնք հավատարիմ են Բաղամի ուսմունքներին, ով սովորեցրեց Բաղակին գայթակղեցնել Իսրայելի որդիներին, որ կուռքերին զոհ մատուցեն ու կորնկություն գործեն։ Եթե ովքեր հիշում են, մեր գոր եղբայրը շատ լավ այս պատմությունը քարոզել է։ Բաղամի ու Բաղակի պատմությունը։ Բաղամը, գիտենք, հին կտակարանի մարգարեներից մեկն էր, որ ուղղակիորեն Աստծու խոսքը չլսելով խորհուրդ տվեց հակառակորդին հրյա ազգի հանդեպ մտցնել ժողովրդի մեջ, պես կորնկությունն ու կուռքերին զոհված միս ուտելը, այսինքն այս ուսմունքին հետևողներ կային եւ եկեղեցուն դիմում է, որ քո եկեղեցում այսպիսի ուսմունքների են հետևում ու հասկանում ենք, որ Հիսուսի համար ընդունելի չի ընդհանրապես կեղծ ուսմունք ներխուժում եկեղեցի։ Դա ուղղակի քանդման փլուզումն է եկեղեցու, եթե թույլ տաս սխալ ուսմունքը, հակաքրիստոնեական ուսմունքը ներխուժի եկեղեցի։ Այնպես էլ դու ունես նրանց, որոնք հավատարիմ են Նիկոլայականների, իմ մոտ չգիտեմ Նիկոլայականը գրված։ Գրքում 3 Աստվածաշունչ բացել եմ, ասիկ պատահական է թե չէ, քաղաքականությամբ չեմ զբաղվում, Նիկոլի հետ էլ կապ չունեմ, հա, ուղղակի այսպես գրված է, Նիկոլայականներ, որոնց ես ատում եմ։ Ժողովուրդ ջան, հա, սա ոնց որ ասեցի, սա նույն ուսմունքն է, ոնց որ ասած, տարբեր տուփերի մեջ մտցնում է եկեղեցի, նորից անգամ ցույց են տալիս, ուզում են բերել համապատասխանեցնել, այսպես մտցնել քրիստոնեության մեջ իրենց տենց է պետք է, իրենց հարմարը, իրենք սովոր են տենց ապրել, իրենց սաղ կյանքը տենց ապրել են մարմնական պոռնկությամբ, կուռքերին զոհաբերված մսերը համով ու կերել են ու բերում են, ուզում են, որ եկեղեցում դա
Դա տենց լինի էլի, դա մտնի եկեղեցի ու որ դա նորմալ լինի։ Դու ասեն լավ է, բայց տենց չի, եկեղեցին տենց չի գործում։ Եվ Հիսուս Քրիստոս շատ ուղղակի, սա ամբողջ նամակներին, ամբողջ եկեղեցիներին դիմելու ընթացքում միշտ շեշտում է, սա ինձ համար շատ ատելի է։ Ապաշխարիր, եթե չէ, ես շուտով կգամ եւ կպատերազմեմ նրանց դեմ իմ բերանի սրով։ Իմ բերանի սրով, այսինքն ամբողջ զորությունը դատապարտելու, արդարացնելու, մեղքերը մաքրելու զորությունով։ Որտեւ այդ խոսքը մենք գիտենք, մինչև որտեղ է գնում հասնում։ Ով ունի ականջ լսելու, թող լսի, թե ինչ է ասում հոգին եկեղեցիներին։ Նրան ով հաղթի, ես կտամ թաքնված մանանան եւ նրան կտամ սպիտակ քար, որի վրա գրված կլինի մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի նրանից, ով ստանում է այն։ Ժողովուրդ, թաքնված մանանան։ Թաքնված մանանան դա Աստծո ամբողջ կատարյալ օրհնությունն է, որ Աստված խոստանում է, որ անցնեք այդ ուղման ճանապարհը, ապաշխարեք, վերադառնաք ճիշտ վարդապետության, Հիսուս Քրիստոսի խոսքի մեջ, այդ Աստծո օրհնությունները այդ մանանայից եմ տալու ձեզի, եւ նոր անուն, նոր ինքնություն Հիսուս Քրիստոսի արքայության մեջ։ Անենց խոստումները, որ այն ամենահալածվող եկեղեցիները այս խոստումները լսեին, ուսով եմ մինչև մահ պայքարել են։ Բայց ցավոք սրտի հաջորդ եկեղեցուն, որ կարդանք, այստեղ շատ խիստ է լինելու։ Թիաթիրայի եկեղեցու կներեք, ոնց որ մի քիչ առաջ անցա։ Թիաթիրանա չէ հաջորդը։ Թիաթիրայի եկեղեցու հրեշտակին գրիր։ Սա է ասում Աստծո որդին, որի աչքերը նման են կրակի բոցի եւ ոտքերը փայլուն պղնձի։ Ոնց հասկանանք։ Աչքերը կրակի բոց։ Հիսուսի հայացքը թափանցում է բոլորի սրտերը, ամենախորքերը եւ ընդունակ մաքրելու բոլոր մեղքերից, որ հնարավոր չի այս բոցավառ աչքի առաջից ինչ որ մի բան թաքցնել, որովհետեւ նա է քննողը, մեր սրտերը եւ հոգին։ Փայլուն պղնձե ոտքերը։ Նրա անսասան ու սրբազան արդարությունը, որ բացառապես աչառություն չկա, իր ամենասիրելի զավակն է, ամենասիրելի զավակը չէ, բոլորին առանց աչառության դատվելու են, կանգնելու են այդ դատաստանի առաջ։ Բայց մի բան ունեմ քո դեմ, դու թույլ ես տալիս, որ Հեզաբել անունով մի կին, որ իրեն մարգարե է կոչում, սովորեցնի ու գայթակղեցնի իմ ծառաներին, որ պոռնկություն գործեն եւ կորքերի զոհված միս ուտեն։ Այսինքն ինչքան խորացած է այս հիվանդությունը, որ մտել է, ուզում է, վերջ ամեն եկեղեցի ուզում է մտնի։ Եվ ժողովուրդ ջան, ցավոք սրտի ասեմ, կան այսօր եկեղեցիներ կան, որ այս խնդիրները ունեն, ցավոք սրտի։ Ես չասեմ, բոլորդ ինձանից լավ գիտեք, թե որ եկեղեցիներում անձամբ հովիվներ, եպիսկոպոսներ ովքեր են։ Եվ նորից անգամ մեր Տեր Հիսուսը ճանապարհ է ցույց տալիս։ Ես նրան ժամանակ տվեցի ապաշխարելու, բայց նա չի ուզում ապաշխարի իր պոռնկությունից։ Ժողովուրդ ջան, Աստված միշտ էլ Հիսուս Քրիստոս միշտ էլ համբերատար մեզ ժամանակ է տալի, մի ամբողջ կյանք,
բայց մենք չգիտենք մեր կյանքը ինչքան կտևի։ Դրա համար ապաշխարությունը այսօր է ու հենց հիմա է։ Ոչ թե վաղն է ու վաղը մյուս օրը։ Մենք չգիտենք, մենք կարող է շատ երկար տարիներ ունենանք, բայց կարող է չունենանք այդ ապաշխարության վայրկյանը։ Դրա համար ապաշխարելը հենց հիմա ու հենց այստեղ է։ Տեսեք ինչ ասում։ Ահա ես նրան նետելու եմ մահիճի մեջ եւ նրանց, ովքեր պոռնկություն են գործում նրա հետ մեծ նեղության մեջ, եթե չապաշխարեն իրենց գործերից։ Նրա զավակներին մահվան կսպանեմ եւ բոլոր եկեղեցիները կիմանան, որ ես եմ, որ քննում է երիկամներն ու սրտերը եւ ձեզանից ամեն մեկին նրա գործերին համեմատ հատուցում կտամ։ Դե գնացեք ու գործեք։ Իսկ ձեզ մնացածներին, Թեատիրայում, բոլոր նրանց, ովքեր չունեն այս ուսմունքը եւ չեն սովորել այսպես կոչված սատանայի խորությունները, ասում եմ, ուրիշ բան չեմ դնում ձեր վրա։ Միայն ամուր պահեք, ինչ որ ունեք, մինչև որ ես կգամ։ Ժողովուրդ ջան, փաստորեն, նայեք տեսեք ինչ եկեղեցի է նկարագրվում։ Եկեղեցում կան այսպիսի մարդիկ, ովքեր սրա մեջ իրանց լավ են զգում, բայց կան նաև մարդիկ, որ համաձայն չէին դրան եւ ուղիղ վարդապետությանն էին հետևում։ Եվ Հիսուս էլ ասում է իրանց. ուրիշ բան չեմ ուզում, պահեք մինչև գամ, այն ինչ որ ունեք պահեք։ Եվ ով հաղթի ու իմ գործերը պահի մինչև վերջ, նրան իշխանություն պիտի տամ ազգերի վրա։ Եվ նա նրանց պիտի հովի երկաթե գավազանով ու նրանց պիտի փշրե ինչպես բրուտի անոթ։ Նույնպես եւ ես ստացա իշխանություն իմ հորից եւ նրանց պիտի տամ առավոտյան աստղը, ովական ջունի թող լսի, ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին։ Ժողովուրդ ջան, ինչ եք ուզում ել ուրիշ։ Պիտի գնանք Հիսուս Քրիստոսի հետ իշխենք։ Ընդամենը մնացել է մի 70 տարի համբերենք, ապրենք, աշխատենք, ուղղվենք, աշխատենք, փոխվենք, Հիսուս Քրիստոսին սիրենք, վերադառնանք առաջին սիրուն, չթողենք այն կողքի բաները խանգարեն, գալու են, լինելու է, եթե Հիսուսն ասել է լինելու է, մեր ասելով չի, գայթակղություններ գալու են, սայթակեցինք էլ, չընկճվենք, ապաշխարենք, ճանապարհը կա, ապաշխարենք, որ կարողանանք Հիսուս Քրիստոսի հետ նստենք իր աթոռին, իր իշխանությունը եւ ազգերին կառավարենք։ Սա մի անգամից ապթելունք լայտա չէ, մի անգամից գեշև չուրա։ Պարկ աստծու, պարկ տիրոջ է։ Տեսեք, գովում է եկեղեցուն հավատքի ծառայության համար, պարգևատրվում է սիրո համար, զգուշացում մեղքի հանդուրժման մասին։ Պետք խաղ չանեք, զգուշ լինենք։ Մեղքը հանդուրժելը դա ուղիղ կործանումն է, ուղիղ։ Ուրեմն 3-ի 1-6-ը պատգամ Սարդեսի եկեղեցու։ Այսօր շատ խիստ է, այսի շատ խիստ է, դժվար է։ Գրի նաև Սարդեսի եկեղեցու ուրեշտակին այսպես է ասում նա, ով ունի Աստծու 7 հոգիները եւ 7 աստղերը, տեսա քո գործերը, դու որ կենթանի եղողի անուն ունես, բայց մեռած ես։ Ժողովուրդ ջան, նորից անգամ Աստծու համար կենթանի եղածը ու մեռածը տարբեր հասկացողություններ են։ Մենք կարող է ֆիզիկապես այստեղ առողջ լինենք, լավ էլ հարուստ լինենք, բայց Աստծու համար մեռած ենք։ Գիշեք, չէ, Հիսուս Քրիստոսի խոսքը, թող մեռելները իրենց մեռելներին թաղեն։ Սա է ասում, Աստծու համար ողջ լինելը անուն ես հանել, ոչ մի բանի կարիք չունես, բայց մեռած ես։ Տեսեք ինչ բառերով է այստեղ։ Հա, ու
Հիսուս ներկայանում է, չէ, իր Աստծո 7 հոգիները, հասկացանք, չէ, որ Աստված 7 հոգի չուներ, չէ։ Այսինքն այն կատարյալ իր զորությամբ, իշխանությամբ եւ 7 աստղերն էլ իր հետ։ Արթուն եղիր եւ գոտեպնդիր մնացածներին, որ պիտի մեռնեն, որովհետեւ քո գործերը իմ Աստծո առաջ կատարյալ չգտա։ Շատ դաժան է, ժողովուրդ ջան, շատ դժվար է հասկանալ, ընկալել, յուրացնել։ Արդ հիշիր, թե ինչպես լսեցիր խոսքը, նորից անգամ, տեսեք, վերադարձիր այնտեղ, որտեղ սկիզբն էր։ Արդ հիշիր, թե ինչպես լսեցիր խոսքը եւ պահիր այն ու ապաշխարիր։ Իսկ եթե չարթնանաս, կգամ ինչպես գող, եւ իմ գալուստը քեզ մոտ ոչ ոք չի իմանա։ Սա մի քիչ առաջ որ ասեցինք, այն ժամանակն է, որ կարող է չունենանք, որովհետեւ կգա գողի պես։ Մենք չենք իմանում երբ է գալու։ Դրա համար ապաշխարելը հիմա է ու այսօր։ Սակայն Սարդեսում մի քանի հոգի ունես, որոնք չկեղտոտեցին իրենց զգեստները եւ շրջում են սպիտակ զգեստների մեջ, որոնց արժանի եղան։ Այս եկեղեցում շատ անգամ խոսացվել է, ժողովուրդ ջան, որ եկեղեցուց, բոլոր եկեղեցուց լինելու են մարդիկ, որոնք հավշտակվելու են, լինելու են մարդիկ, որ չեն հավշտակվելու։ Խոսքն է ասում։ Տեսեք, այս եկեղեցին էլ շատ հանդիմանություն, գոտեպնդիր, որ պիտի մեռնեն։ Բայց կան մարդիկ այս եկեղեցում, որ սպիտակ շորեր են հագնում։ Իսկ սպիտակը մենք գիտենք սրբության, մաքրության, արդարության խորհրդանիշը։ Այսինքն այս մարդիկ նորից անգամ մնացել են հավատարիմ Հիսուս Քրիստոսի վարդապետությանը։ Մի քանի մարդիկ։ Ով հաղթի, այսպես սպիտակը կհագնի, եւ նրա անունը չի ջնջվի կյանքի գրքից, եւ նրա անունը պիտի խոստովանեմ իմ հոր առաջ եւ նրա հրեշտակների առաջ։ Մենք ինչ ենք աղոթում առավոտից իրիկուն։ Տեր, հիշիր մեզ, Տեր, ողորմի մեզ, Տեր, մեր Աստծո առաջ վկայություն արա, մեր արած գործերը տեսնի։ Այսինքն Աստված ինքը խոստում է տալիս։ Ես եմ խոստովանեմ, պիտի խոստովանեմ իմ հոր առաջ եւ իր հրեշտակների առաջ, ձեր արած ապաշխարությունները, ձեր արած գործերը։ Իհարկե, եթե ուզում ենք սպիտակ շորեր հագնենք, ու Հիսուս Քրիստոսի հետ իշխենք։ Ով ականջ ունի, թող լսի ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին։ Ժողովուրդ ջան, այս կոչերը, այս ականջները ուղղված են մեզ։ Ուղղված են յուրաքանչյուր այստեղ նստածին, որ յուրաքանչյուրս մեզ տեսնենք, որտեղ ենք մենք, որտեղ ենք գտնվում։ Ֆիլադելֆիայի եկեղեցին մեր եկեղեցու մասին եմ խոսում։ Էսի ոնց որ մեր մասին է գրես, մեր Տերը, որտից էլ իմացել է այմը։ Ֆիլադելֆիայի եկեղեցու հրեշտակին գրիր, սա է ասում Սուրբը ճշմարիտը։ Նա ով ունի Դավթի բանալին, ով բացում է եւ ոչ ոք չի փակում։ Փակում է եւ ոչ ոք չի բացում։ Փառք քեզ Տերս, Հիսուսս։ Սուրբը եւ ճշմարիտը, ինչ եք ուզում։ Գիտեմ քո գործերը։ Ահա դուռ եմ դրել քո առաջ բացված, եւ ոչ ոք չի կարող փակել այն։ Դու փոքր զորություն ունես, բայց պահեցիր իմ խոսքը եւ չհրաժարվեցիր իմ անունից։ Հստակ, պարզ ասում եմ ես, փոքր եք, բայց խոսքս պահեցիք։ Ու Աստծո համար, ժողովուրդ ջան, կարևոր չի քանի հազար հոգի եկեղեցի է, որի մոտ չկան են բոլոր խնդիրները, չեմ ուզում անուններին ասեմ, որ այդ եկեղեցում կան։ Աստծո համար դա չի կարևոր։ Աստծո համար մաքրությունը, արդարությունը եւ իր խոսքի ճշմարտությունը պահելը, իր վարդապետության մեջ մնալը, սա է Աստծո համար հարուստը, արդարը,
ու սպիտակ շորեր հագածները։ Ես մի խոսք բաց կթողեմ, քանի որ դու պահեցիր իմ համբերության խոսքը, ես էլ քեզ կպահեմ այն փորձությունից, որ գալու է ամբողջ աշխարհի վրա, փորձելու նրանց, ովքեր բնակվում են երկրի վրա։ Տերս, բայն զմյուրնայի եկեղեցին էլ էլի սենց ասեիր։ Ժողովուրդ ջան, ուրեմն զմյուրնայի եկեղեցուն այդ ճանապարհն էր։ Ուրեմն Աստված իրանց այդ ճանապարհով տարավ։ Մեզ յուրաքանչյուրիս նույն ճանապարհով բոլորս մենք մի մարմին ենք, մի մարմնի մեջ ենք, եկեղեցու մեջ ենք, բայց ամեն մեկիս Աստված մեր կոչումը ունի, մեր ճանապարհն ունի, որ բոլորս պիտի մեր խաչը կրենք, վերցնենք ու գնանք Հիսուս Քրիստոսի հետևից։ Եթե պահենք Հիսուսն էլ մեզ այդ փորձության պահին մեզ է պահելու։ Սա ուղղակի խոստում է։ Ու մենք հավատում ենք, որ Հիսուս եթե մի բան ասեց, ուրեմն դա լինելու է։ Ես շուտով կգամ, պահիր այն ինչ ունես, որպեսզի ոչ ոք չվերցնի քո փսակը։ Այսինքն ժողովուրդ ջան, հնարավոր է, որ մենք ունենանք այդ փսակը, բայց կորցնենք։ Նրանց որ շատ զգուշ եղեք։ Այսպես ես շատ անգամներ լսել եմ, մարդիկ այնպես վստահ են։ Ոնց որ ասած sense տոմսն առած է, փրկված են։ Այսօր Թեկուզ եւ շատ երիտասարդ են իրենք։ Ասել եմ, որտեղից ձեզ այդ վստահությունը։ Հա, Աստծո խոսքի հանդեպ ունենք վստահությունը, բայց կարո՞ւմ ես քեզ էլ այդպես վստահես, ոնց որ Աստծո խոսքի վաղը միսօր բավոր սայթակեցիր ու կորցրեցիր այս։ Պիտի մինչև վերջի շունչը հավատարիմ մնալ, պահել այդ փսակից, պինդ կարճել, որ հասնենք մեր նպատակին։ Նրանով հաղթի, ես կդարձնեմ սյուն, իմ Աստծու տաճարում, և նա այլևս դուրս չի գա այնտեղից, և նվրա կգրեմ իմ Աստծու անունը, իմ Աստծու քաղաքի անունը, նոր Երուսաղեմը, որ իջնում է երկնքից, իմ Աստծու կողմից և իմ նոր անունը։ Որովհետև ինչ խոստումներ, կդարձնի Աստծու արքայության մեջ սյուն։ Էսի արդեն էթումա Ինհաբա էլի Տեր, արդեն դառնում ես այդ եկեղեցու սյունը, արդեն սաղ քեզնով է, դու ես, ու այդ անունը լրիվ քո վրա է, Աստված քեզ ինձ անուն է տալիս, հենց դիրք է տալիս, որ ժողովուրդ, սա խոստումներ է, սրանք հենց ինձ բառեր չի, սրանք խոստումը ոչ թե տված առաջի դարի եկեղեցիներին, այլ այսօրվա մեզ, մեր եկեղեցուն, ով ունի ականջ լսելու թող լսի, թե ինչ է ասում հոգին եկեղեցիներին։ Լսեք, ով ականջ ունի թող լսի։ Այստեղ շատ կարևորում է հավատարմությունը, ժողովուրդ ջան։ Հավատարմությունը, մինչև վերջ, անկախ ամեն ինչից։ Ու մի բան հասկանանք։ Եթե Աստված այդ դուռը բացեց, ու մենք հավատում ենք ամբողջ սրտով, մտքով, հոգով, որ սա Աստված է բացել այդ դուռը, հավատացած եղեք, այդ դուռը ոչ մեկ չի կարա փակի։ Աշխատեք, աղոթեք, ամեն ինչ անենք մեզանից կախված, որ այդ դռները առաջինը բացվի, ու եւ երկրորդը ընդհանրապես չփակվի։ Հայո։ Եվ վերջի եկեղեցին, ժողովուրդ ջան, իմ կարծիքով ամենադաժան, ցավալի վիճակում գտնվող եկեղեցին, Լաոդիկեի եկեղեցին։ Լաոդիկեի եկեղեցի հրեշտակին գրիր, սա է ասում ամենը։ Հավատարիմն ու ճշմարիտ վկան, Աստծո ստեղծածի սկիզբը։ Այսինքն ամեն եկեղեցուն Հիսուս Քրիստոս ներկայանում է այնպես, ինչպես այդ եկեղեցուն պետք է, որ այդ եկեղեցին գիտակցի ինքը ում հետ գործ ունի, որ հասկանա ով այս եկեղեցու Տեր ու Տիրականը։ Գիտեմ քո գործերը, ոչ սառն ես, ոչ էլ տաք։ Ավելի լավ կլիներ դու կամ սառը լինեիր, կամ տաք, քանի որ գոլ ես, ոչ տաք ես, ոչ սառը, ես քեզ փսխելու եմ
իմ բերանից։ Ժողովուրդ ջան, ես շատ կարդացել եմ այս գոլ վիճակի մասին։ Ասեմ ձեզի սա խոսքն ասում ամենավտանգավոր պահն է, բայց իրոք սա ամենայն գիտեք որ պահն է։ Եթե մի քիչ ամուր հավատացյալը կարող է մի քիչ համեմատությունս կարող է ճիշտ չլինի, բայց այսպես ասեմ հասկանանք։ Կարող է մի 2 տարի գայթակղություններին պայքարելուց հետո սայթակի։ Այս գոլ վիճակումը մի օրից սայթակելու է։ Որտեվ գիտենք է, չէ, աշխարհը այն առյուծը սպասում է։ Առյուծը դուրսը կանգնած է, ու դու էլ գոլ ես, քո համար հենց դուրը բացեցի գրուսկոտ։ Կերավ։ Աշխարհը տարավ։ Մի վարքյան հեռախոսը վերցնում է ձեռը, տեսնում ես ոնց են տանում։ Չէ, ասեց, չէ, այս շարժումը լավ ենք անում։ Այսինքն շատ զգուշ իրավիճակ է ժողովուրդ ջան։ Եթե հավատքի աճ չեղավ, եթե բարձրացում չեղավ, ուրեմն հավատացած եղեք, մի անգամից ներքև է լինելու։ Ու սա Աստծո համար ամենաատելի վիճակն է։ Ամենաատելի վիճակը, որ քո համար ոչ տաքես, ոչ սառը, այսինքն ոչ մի հետաքրքրություն չկա։ Տեսեք ինչ ասում, ավելի լավ է սառը լինեիր, կհասկանանք ինչ ես, ով ես ու ոնց աշխատեինք հետդ։ Կամ էլ շատ տաք լինեիր, էլի կհասկանանք, բայց գոլ վիճակը շատ բարդ վիճակ է, որ մարդու հոգևոր կյանքում ուղղակի կործանման է տանելու։ Քանի որ ասում ես ես հարուստ եմ, հարստություն եմ հավաքել եւ ոչ մի բարի կարիք չունեմ, բայց չգիտես, որ դու թշվառ ես, խղճուկ, աղքատ, կույր ու մերկ։ Սա դատապարտություն է։ Աստված չարած է ինչ-որ մի եկեղեցու հաշվին այսօր, լավ, այն ժամանակ չգիտեմ էլի, այսօր սենց բան եկեղեցուն ասվի, ես ուզում եմ նորից կարդամ ես բառերը։ Տեսեք, հարուստ եկեղեցի է եղել, շատ չգիտեմ, քանի հազար հոգի են եղել, տասանորդներն էլ տվել են, ոչ մի բանի կարիք չեն ունեցել, բայց չգիտես, որ դու թշվառ ես, խղճուկ, աղքատ, կույր ու մերկ։ Այսինքն սեն սպիտակ շորերը չունես, այսինքն սեն աշկերը չունես, որ տեսնես, այսինքն սեն հարստությունը չունես հոգևոր, որ ինձ է պետք, այսինքն դատարկություն է, 0։ Խորհուրդ եմ տալիս քեզ, մեր Տերը ողորմած էլի ճանապարհը ցույց է տալիս։ Ինձանից գնել կրակով մաքրված ոսկի, որպեսզի հարստանաս, սպիտակ հագուստ, որպեսզի սպիտակ հագուստ հագնես, եւ քո մերկությունը եւ քո մերկությանը ամոթը չերևա, եւ աչքիդ քսուկ քո աչքերը բացելու համար։ Ժողովուրդ, թե ֆիզիկապես, թե հոգեպես, ճանապարհը միայն Հիսուս Քրիստոսն է։ Եթե ուզում ենք մեր մերկությունը ծածկենք, եթե ուզում ենք մեր աչքերը բացենք, եթե ուզում ենք այդ սրբությունը հագնենք, Հիսուս Քրիստոս, դեպի Հիսուս Քրիստոս, իր վարդապետությանը հավատարիմ մնալ, որպեսզի ունենանք այդ ամբողջը։ Ինձանից գնիր, ոչ թե աշխարհից, այլ ինձանից գնիր կրակի միջով անցած ոսկի։ Նրանց ում սիրում եմ, հանդիմանում եմ ու խրատում եմ, ուրեմն ջերմերանդ եղիր և ապաշխարիր։ Ես մի հատ ուզում եմ այն սիրո բնութագիրը կարդամ, որ հասկանանք Աստված ինչ նկատի ունի, ում սիրում եմ։ Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեն մի պղնձի, որ հնչում է, կամ ծեծխաների, որ հողանջում է։ Եվ եթե մարգարեություն անելու շնոր ունենամ, և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը, մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։
Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին, եւ իմ այս մարմինը մատնեմ այրելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա։ Սերը համբերող է, քաղցրաբարոյ է, սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռում, չար բան չի խորում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա։ Ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում է։ Եկեք այս սերը ունենանք։ Եկեք աղոթենք Տիրոջը, թող այս սիրուց դնի մեր սրտի մեջ, որ իրար կարանանք սիրենք, որ հասկանանք այս սերը ինչ է։ Ահա ես կանգնել եմ դռան մոտ եւ թակում եմ։ Տերը ամեն վարքյան, ամեն օր կանգնած է մարդկանց դռան առաջ։ Ով բացեց մտնելու է Տերը։ Ով բացեց մտնելու է եւ նրա հետ հացա ուտելու։ Նրան ով հաղթի թույլ կտամ նստել ինձ հետ իմ գահի վրա, ինչպես որ ես հաղթեցի եւ նստեցի իմ հոր հետ նրա գահի վրա։ Ժողովուրդ, հավատարիմը պետք մնալ մինչև վերջի շունչ։ Անկախ ամեն ինչից, ես հասկանում եմ ժողովուրդ ջան։ Այստեղից կանգնած շատ հեշտ է ասելը։ Բայց այն որ անցնում է այդ մահվան շուչի միջով, իրանց համար ավելի դժվար է։ Բայց էս է ճանապարհը։ Հավատարիմ մնալ ամեն պարագայում մինչև վերջի շունչը։ Ես հավատում եմ։ Ես վստահում եմ այս խոսքերին, որ մենք կտեսնենք այդ ամենը, եթե հավատարիմ մնանք։ Ով ականջ ունի լսելու, թող լսի, թե ինչ է ասում հոգին եկեղեցին։ Ժողովուրդ ջան, եզրափակ եմ։ Ուրեմն կարդալով սա, ասած ինչ կապ կա։ Ինչ կապ կա այս 7 եկեղեցիների ու այս պատգամների մեջ, ինչ ես ուզում մեզ ասել։ Այսպես մի միտք եկավ, ուրիշ բառեր չօգտագործեմ, որ յուրաքանչյուր մեզանից անցնելու է այս խնդիրների միջով։ Լինելու ենք շատ լավը, ես հիմա խոսում եմ անձնական, անձի մասին, ոչ թե եկեղեցին ընդհանուր, այլ անձնական։ Մենք բոլորս այս 7 խնդիրների միջով անցնելու ենք մեր կյանքի ընթացքում։ Լինելու են հաղթանակներ, լինելու են այսպես հանդուրժողականություն, այսպես մեղք ենք գործել, աշխատելու ենք սենց խոսքի մեջ տեղավորել, ինքներս մեզ արդարացնել։ Սա էլ է լինելու։ Լինելու է այն գոլ վիճակը, որ սառելու ենք, մենք էլ չգիտենք ինչ ենք ուզում։ Սա անձամբ իմ եզրակացությունն է, իմ կարծիքն է, որ անձամբ մեր հոգևոր կյանքը այս բոլոր էտապները անցնելու է եւ ընդհանուր առմամբ եկեղեցին էլ ու ժողովուրդ ջան, թող Աստված բոլորիս օրհնի եւ մեր աղոթքների մեջ այն աղերսանքը լինի, այն շնորհը տա Աստված մեզ, որ կարողանանք մեր սիրտը փոխել։ Խնդրենք առավոտից իրգուն Աստծուն Տեր, այն ինչ որ քոնը չի մաքրես, իսկ այն ինչ որ քոնն է սերմանես, որովհետեւ կարողանանք դիմանալ, կարողանանք այս գայթակղություններին ու այս խնդիրներին դիմակայել ու մինչև վերջ քեզ հավատարիմ մնալ։ Հոգին հոժարա, մարմինը տկար։ Աստված ձեզ բոլորիդ օրհնի ժողովուրդ ջան։